Ողջույն ձեզ Աստծո ժողովուրդ, 4 նշանի մասին եմ խոսում, եթե կա դա մարդու վրա, դա խոսում է նրա մասին, որ Տերը մարդուն պատրաստում է ծառայության։ Առաջինը, ինքը քեզ կառանձնացնի կոնկրետ մարդկանցից։ Ծննդոց 12-րդ գլխում Տերը Աբրահամին ասում է՝ ելիր քո երկրեդ, քո ազգականներեդ ու քո հորդ տունեն։ Երկրորդը, ինքը քեզ մի բան կասի, որը կլինի ոչ նորմալ երևույթ։ Օրինակ, Նոյը, Տերը Նոյին ասում է տապան սարքի, որովհետև ջրհեղեղ է լինելու։ Դու նման կլինես խենթի ու գժի նման քո շրջապատի մեջ, դա կլինի ոչ նորմալ երևույթ։ Դա նման է նրան, որ մարդ այս կյանքի հոսանքին հակառակ է գնում։ Երրորդը, ինքը քո մեջ զենք կդնի։ Աստծո խոսքի հայտնություններ։ Սուրբ Հոգին քեզ կլցնի կենդանի խոսքով։ Հիշեք Դավիթին անապատի մեջ, մինչև Հուդայի թագավոր լինելը։ Սուրբ Հոգին տալիս էր իրան սաղմոսներ։ Եվ վերջինը, չորրորդը, ինքը քեզ կհանի մարդու իշխանության տակից, մարդու վերահսկողության տակից։ Դրա վառ օրինակը Պողոսն է, որ Տերը իրան հանում է Գամաղելի վերահսկողության տակից։ Ու այս ամենը դինում է անապատի մեջ, որտեղ հացը ուշանում է, ջուրը ուշանում է, որտեղ 4 կողմը կան օձեր ու կարիճներ, որտեղ թշնամին հարձակում է քո վրա, դու պետք է հաղթես, առաջ գնաս, Հորդանանում քո օծությունը վերցնես ու մտնես խոստումի երկիր, Երիքով, ու վայելես Տիրոջ խոստումները, ժառանգես քո ժառանգությունը, այն ինչ որ Տերը խոստացել է ձեզ։ Աստված օրհնի քեզ։